Սա առանցին վերցրած կարող է քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ դա ինքնին հանցագործություն չի, կարող է ինչ-որ առումով դիտվել վարչական իրավախախտում, բայց եթե նայենք միջազգային պրակտիկան, հավաքների իրացման հաճախակի օգտագործվող ատրիբուտներից է։ Հոդիտու կերպարվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում, տարբեր պիրոտեխնիկա օգտագործվել է հարևան Վրաստանում, ցույցերի ընթացքում, եւ քանի դեռ պիրոտեխնիկան նաեւ եթե անդրադառնանք ծխերին նաեւ օգտագործվել է ազգային ժողովի ներսում որպես բողոքի ակցիա 2018 թվականին։ Վերադառնալով, Քննչական կոմիտեն այդ հայտարարությունը կատարում է։ Դրա վերաբերյալ նյութեր տրվել է առաջին կալանքի հիմքում։ Հետագայում երբ որ ստացել ենք գործի նյութերը, ինչ ենք տեսել այդ գործի նյութերում, որ այդ խոսակցությունը, որ օրինակ վերագրվում է Բագրատ Սրբազանին, այստեղ էլ վերապահում անենք այդ ձայնագրությունների նույնականացմանը, վերագրվում է Բագրատ Սրբազանին ըստ քննչականի։ Դրան հաջորդող 2-3 օր հետո ձայնագրության մեջ էլի իրենց կողմից արձանագրված էլի Բագրատ Սրբազանի վերագրվող տեքստում կատարում է հայտարարություն, որ չէ քննարկել ենք, սա չենք անելու։ Առաջին Ատյանի դատարանին այս տվյալը ներկայացված չի եղել նախաքննության ընթացքում։ Արդյոք եթե այս տվյալը բարեխղճորեն քննիչի կողմից ներկայացված լիներ, դատական ակտ ունենալու էր այդ տեսքը։ Այս խիստ կասկածում եմ։ Բայց ապօրինաբար թաքցնելով մեղադրանքը հերքող տվյալները, ֆիլտրված սելեկտիվ ձևով ներկայացնելով առանձին հատվածներ, ինչ որ առումով դատարանի քննիչը համոզել է, որ այս տվյալները կարող են իրողություն լինել։ Նույն տանջված գնդակահարության ձայնագրությունը։ Նախաքննության ընթացքում դա ներկայացվում է եւ դրվում է խափանման միջոցի հիմքում, այն բովանդակությամբ, ինչը քննիչը եւ ԱԱԾ-ի աշխատակիցը նպատակահարմար են գտել արձանագրել։ Ընդ որում արձանագրությունները կազմվել են այնպես, որպեսզի հանկարծ կասկած չմնա, որ այնտեղ կարող է ինչ-որ հատված բաց թողնված լինել, չեն օգտագործել որևէ լեզվաբանական կամ իրավական տեխնիկայի կանոններ, որպեսզի ցույց տան, որ այդ հատվածը առանձնացված է եւ ամբողջական բովանդակություն չի պարունակում։ Այդ եղանակով մոլորեցնելով դատարան։ Իմիջայլոց ասեմ, որ դրա վերաբերյալ ապացույց կեղծելու եւ կեղծ ապացույց օգտագործելու վերաբերյալ արդեն եւ 1 ամիս կլինի հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն, որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Չսպասելով այդ պատասխանին, նաեւ 1 շաբաթ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, թեև պատասխանը պետք է ստանայի 24 ժամ անց, բայց ելի որևէ պատասխան չեմ ստացել։ Առաջին Ատյանի նախաքննական փուլում առաջի Ատյանի խափանման միջոցի որոշումից հետո մեզ ստացված նյութերով մենք պարզեցինք, որ այդ տվյալները կեղծված են։ Հիմա ինչ է ստացվում։ Դատարանը սկզբից որոշել է անձին կալանավորել կեղծ տեղեկատվության հիման վրա, բայց մենք հիմա չկարողանանք այդ հարցը բարձրացնել դատարանի առաջ եւ ասել, որ կոնկրետ այս ապացույցին պետք է ուշադրություն դարձնել հիմնավոր կասկածի հարցը գնահատելիս։ Շատ են քննարկվում եւ այս մասին մենք նախկինում շատ առարկություններ չենք ներկայացրել սպասելով համապատասխան դատավորական փուլին, քննարկվում են աստիճներով մեքենայի անիվներ ծակելու այդ ինչ-որ երթևեկություն խոչընդոտելու հնարավորություն։ Էլի վարույթ իրականացնող մարմնի կողմից դատարանից թաքցվել է դրան հաջորդող օրերի խոսակցություն, որտեղ մարդիկ քննարկում են, որ նույնիսկ մեքենայի ակ առանց ծակելու չեն իջեցնելու, չեն օդը հանելու, որպեսզի խցանում առաջանա։ Այս տվյալը ինքը հուշում է, որ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ այդպիսի sense ձևակերպել, փոքր չարաճճիություն անել, բայց այն նախորդ տվյալը, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, ընդ որում ոչ մի բան չի հայտնաբերվել, դրված է եղել նախաքննական փուլում կալանքի հիմքում։ Հիմա այս տվյալները արդյոք պետք է գնահատման արժանանան, որպես հիմնավոր կասկածի հաստատում թե ոչ։ Ձեր նախորդ դատական ակտերում արձանագրել եք, որ դատարանը չի անդրադառնում այս փուլում հիմնավոր կասկածին, միևնույն ժամանակ համարելով հիմնավոր կասկածը առկա։ Հիմա կամ դատարանը ընդհանրապես չի հաստատել հիմնավոր կասկածը, կամ տրամաբանությունը հանգում է նրան, որ դատարանը իգիտություն է ընդունել վերջին անգամ մինչև դատարան ուղարկվելը դատարանի կողմից հաստատված հիմնավոր կասկածի առկայությունը։ Հիմա մենք ասում ենք, որ այդ փաթեթը, որը եղել է այն ժամանակ, ունի թերություններ։
Ընդ որում այդ թերությունները ոչ թե ապացույցների տարբեր մեկնաբանությունների տիրույթում են, այլ մի դեպքում ապացույցի կեղծիքի վերաբերյալ է, մյուս դեպքում դատարանին ապատերկատվություն ներկայացնելու վերաբերյալ է, երրորդ դեպքում հաջորդ օրերին հերքվող տեղեկատվության վերաբերյալ է։ Հիմա մենք այդ տվյալները պետք է քննարկենք պատվարժան դատարան, թե ոչ։ Եթե դուք չեք քննարկում, ստացվում է, որ իմանալով, որ այդպիսի տվյալներ առկա են, դուք թողում եք, որպեսզի ապօրինի ազատազրկումը անձի շարունակական լինի։ Եվ բնականաբար ձեր կողմից այդ հարցը չքննարկվելու պարագայում վերադասացիաները նույնպես այդ հարցին առանձնապես չեն անդրադառնում։ Այս պարագայում պատվարժան դատարան առաջնահերթ է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված ազատության իրավունքի համար տրված դատական բոլոր երաշխիքների կիրառումը։ Մեր օրենքը հստակ նախատեսում է խափանման միջոց կիրառելիս պետք է քննարկվեն բոլոր պարտադիր պայմանները, պետք է քննարկվեն հիմքերը։ Երկու պայման արդեն ասեցի ես, ակնկալում եմ, որ դատարանը այդ ակտով պատճառաբանի։ Երրորդ պայմանը հիմնավոր կասկած է։ Ես ակնկալում եմ, որ դատարանը անդրադառնա, եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք զննել թվարկածս 3 ապացույցները, որոնք հետքում են ակնական քննության փուլում դատարան ներկայացված տվյալները, եւ գնահատման առարկա դարձնենք դա։ Դատարանի ձեռքի տակ կա մեղադրողները ունը, ես բովանդակությունը հրապարակեցի։ Դրա հետազոտման լրացուցիչ անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե բովանդակության վերաբերյալ առարկություններ կան, կլսեմ արձագանքի։ Այս բոլոր հիմքերի պայմաններում մեղադրանքի կողմը շարունակաբար եւ կրկին ստանդարտ նախադասություններով ձևակերպումներով պնդում է, որ առկա վարույթին խոչընդոտելու հնարավորություն։ Բառացի մեջ բերեմ, բավարար հիմքեր կան պարտականությունների, չէ, ներողություն, սա բառացին չէ, սա իմ միտքն էր, պարտականությունների չկատարման համար։ Որն է այդ բավարար հիմքը, բացի ենթադրական տեսական դատողությունը։ Ինչ է տեղի ունեցել մինչև այսօր, որ հանրային մեղադրողներին կամ դատարանին կարող են հիմք տապանդելու, որ որևէ չասեմ նույնիսկ ոչ իրավաչափ, ոչ արդար միջամտություն կարող է լինի։ Որտեղ մենք խոսում ենք Բագրատ Սրբազանի մասին։ Մենք չենք խոսում իրավունք օրենք խախտելու չխախտելու մասին։ Մենք խոսում ենք բարոյականության բարձր ստանդարտ ունեցող մարդու մասին։ Եվ բնականաբար պետք է հիմքերը նույնպես անդրադարձ կատարվի ըստ բովանդակության։ Որևէ պատճառաբանություն մեղադրանքի կողմից չի ներկայացվել, թե ինչու այս կամ այն հիմքը առկա, գործի որևէ փաստական տվյալի հեղում չի կատարվել, գործը դատարան մտնելու պահից մինչև այսօր վարքագծի որևէ թերացման հեղում չի կատարվել։ Եվ տևական ժամանակահատվածում գործի քննության պարագայում, երբ որ նաև ժամանակին էլ որոշակիորեն մեղվել է խափանման միջոցի սահմանափակումը, նաև ավելացել է շփումը, անսահմանափակ շփումը բոլոր հնարավոր անձանց հետ, կրկին այս հիմքերը նույնպես նվազել են։ Իմ վստահորդը հստակ դիրքորոշում ունի, որ չի ակնկալում կալանքը փոխարինել տնային կալանքով, որովհետև մենք պնդում ենք, որ սա ակնհայտ անհիմն ազատազրկում է և սրա այլընտրանքը կարող է լինել բացառապես ազատության վերականգնումը ամբողջ ծավալը։ Դրա մասին վստահորդս ելույթով առանձին անդրադարձ կկատարի։ Հիմքերին նաև կրկին անդրադառնալիս ելի պետք է մատնանշեմ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը գնահատման աստիճանի բարձր չի համարել, գնահատման արժանի աստիճանի բարձր չի գնահատել նորարար կատարելու ռիսկը համարելով այդպիսի տվյալների բացակայություն, նաև դուք էլ ձեր նախորդ դատական ակտում եւ վերաքննիչ դատարանը վերանայման արդյունքում արձանագրել է, որ սույն գործով մեղադրանքները հիմնված են առավելապես օբյեկտիվության հատկանիշ ունեցող ապացույցներով։ Սա էլ շատ պայմանական արտահայտություն է, որտեղ այդ առավելապես օբյեկտիվ ապացույցները տեսել ենք ինչ եղանակով են կեղծվել։ Բայց ամենայնիվս դրանք ձայնագրություններ են, որոշակի տեսանյութեր են, ուզարկություններ են եւ այլն, որոնց վրա բնականաբար բացի իրավապահ մարմինների աշխատակիցներից այս դատարանում ներկա որևէ անձ չի կարող այլևս ազդեցություն ունենալ։ Ով էլ ժամանակին այդ ազդեցությունը կարող էր ունենալ, արդեն ունեցել ավարտել։ Ուստի այս պարագայում խիստ տեսական դատողություն է գործի նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցության ռիսկը։
Դե բնականաբար բացակայելու ռիսկի հարցը մենք վարույթից թաքնվելու ռիսկի հարցը վաղուց ենք սպառել, դրանից անգամ կարիք չեմ տենում այս հարցին անդրադառնալ։ Այլընտրանքային խափանման միջոցների հարց չենք քննարկում, նախորդ դատական նիստերին քննարկել ենք, այդ հնարավորությունը առկա է եղել, դատանը կարող է նախկինում անդրադառնալ եւ լիազորությունների դիրույթում հիմա էլ սահմանափակված չի, եւ ասում ենք, տնային կալանքի բաղկացել բաղանը չի գնալու, գրավ չի վճարելու, էլեկտրոնային հսկողության սարք չի կրելու։ Անդրադառնալով այսօրվա ոչ իրավական, ոչ օրինական, ոչ բարոյական իրավիճակին, որ ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում, հատկապես հայ-առաքելական սուբյեկտի սպասավորների նկատմամբ վարույթներում։ Ինչպես ասեցի, դուք հնարավորություն ունեք այս բային մասնակի մեղմելու այդ խախտումները։ Մի առիթով ձեզ քննարկել ենք նախկինում, բայց այս դատական գործով առաջի անգամ պետք է արտահայտեմ մեզ միտքը, որ հայ-առաքելական սուբյեկտի դեմ այս բոլոր ոտնձգությունները միասնական դիտավորության մաս են կազմում։ Սրանք անհատական վերցված գործեր չեն, սրանք տարբեր անձանց, պաշտոնատար անձանց, ոչ պաշտոնատար անձանց, միմյանց գործողություններ լրացնելով, խոչընդոտներ հաղթարելով, ինտելեկտուալ օժանդակություն ցույց տալով, քարոզչություն իրականացնելով, մարդկանց անտեղի զերպարտելով, ապացույցներ կեղծելով, իրար գործողություններ լրացնելով մեկ անձավոր շղթայի դրսևորում է։ Եվ պետք է նշեմ, որ առկա է հավանականություն եւ ոչ նվազ հավանականություն, որ առաջիկայում ու ոչ հեռավոր ապագայում Հայաստանի Հանրապետությունում հարուցվելու է քրեական վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, որտեղ բոլոր են պաշտոնատար անձինք, ովքեր մասնակից են դարձել հայ-առաքելական եկեղեցու նկատմամբ այս ոտնձգություններին, առանձնատուկ դերակատարություն պետք է ունենան։ Ես ավարտեցի։ Կավարտի հետ